Ողջույն, Civilnet-ի եթերում զրուցում ենք ինձ համար շատ ցավոտ թեմայով, երեխաների հանդեպ բռնության թեմայով։ World Vision կազմակերպությունը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացրել է Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցում ծրագիրը։ Զրուցում ենք ծրագրի ղեկավար Անահիտ Գրիգորյանի հետ։ Ողջույն Անահիտ, ինձ հետաքրքիր է ծրագրի թիրախում եղել են երեխաները, որոնք բռնության են ենթարկվում ընտանիքներում, համայնքում, փակ հաստատություններում։ Ծրագիրը ունի երկու հիմնական նպատակ։ Մեկը պետական կառույցների կարողությունների զարգացումներ, այսինքն այն ատյանների, ովքեր պատասխանատու են ի պաշտոնը իրականացնել երեխաների իրավունքների պաշտպանությունը, եւ երկրորդը օրենսդրական ազգային օրենսդրության մեջ փոփոխություններ առաջարկել երեխաների իրավունքների պաշտպանությունը համահունչ դարձնելու եվրոպական եւ միջազգային նորմերին։ Եվ ծրագրի շրջանակներում բնականաբար իրականացվեցին եւ կարիքների գնահատումներ այն բոլոր մասնագետների, ովքեր վերապատրաստման կարիքներ ունեն, եւ նաեւ օրենսդրության ուսումնասիրություն կատարվեց։ Ուսումնասիրվեցին ընտանեկան օրենսգիրքը, քրեական դատավարության օրենսգրքերը, այն բոլոր նորմատիվ ակտերը, որոնցով կարգավորվում է երեխաների իրավունքների պաշտպանությունը։ Ինչ մասնագետներ են վերապատրաստվել ծրագրի շրջանակներում, հոգեբաններ, սոցիալական աշխատողներ։ Ծրագրի վերապատրաստման շրջանակներում ներգրավել էին խնամակալության հոգաբարձության հանձնաժողովների ներկայացուցիչներ, մարզպետարանների աշխատակազմի ընտանիքի կանանց երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցները, ինչպես նաև համայնքներում համայնքային կենտրոնների աշխատակիցները, նրանք են սոցիալական աշխատողները, հոգեբանները, հատուկ մանկավարժները, ինչպես նաև ծրագիրը մի փոքր հատված ուներ իրականացման երեխաների խնամքի եւ պաշտպանության 4 գիշերօթիկ հաստատություններում։ Ծրագիրը իրականացվում էր Լոռիում, Սյունիքում եւ Երևանում, եւ այս 3 մարզերում գործում են 4 երեխաների խնամքի եւ պաշտպանության հաստատությունները, նաեւ այդ հաստատությունների անձնակազմերը, վարչական անձնակազմից սկսած տնօրեն, փոխտնօրեններ, ինչպես նաեւ մասնագետներ, հոգեբաններ, սոցիալական աշխատողներ եւ դաստիարակներ։ Ինչ առարկաներ, ինչ դասընթացներ են դասավանդվել այդ մասնագետներին։ Օրինակ, երեխաների զարգացման նախադրյալները, երեխաների խնամքի եւ պաշտպանության նվազագույն սոցիալական պետական չափորոշիչները, դեպքի վարման հմտությունները, ինչպես բացահայտել դեպքը, ինչպես արձագանքել, գրանցում ինչպես կատարել, ինչպես աշխատել արդեն բռնության ենթարկված երեխայի հետ եւ նրա ընտանիքի հետ, ինչպես կատարել աշխատանք, որոնք են մասնագետների հիմնական ֆունկցիաները, որոնք աշխատում են նման երեխաների հետ, խնամակալության հոգաբարձության հանձնաժողովների համար ինչպես բացահայտեն այդ երեխաներին, ինչպես աշխատեն իրենց համայնքներում այդ երեխաների հետ, ուղղորդումը ինչպես կազմակերպեն, եթե բացահայտել են համայնքում նման դեպք, ուր ուղղորդեն, ում դիմեն եւ ինչպես դա անեն։ Անցնենք մի փոքր օրենսդրության քննարկմանը։ Քրեական օրենսգրքում կան որոշակի դրույթներ բռնության վերաբերյալ, սակայն առանձնապես չի անդրադառնում անչափահասների նկատմամբ իրականացվող բռնությանը, ինչպես նաև սահմանված չէ օրենսդրությամբ, թե որոնք են պարտադիր մեխանիզմները, թե ինչպես պետք է ուղղորդել արդեն իսկ բռնության ենթարկված երեխային ուսուցիչների համար, բժիշկների համար եւ այլ մասնագետների համար, որոնք աշխատում են երեխաների հետ։ Այս ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկվել, ինչ փուլում են օրենսդրության բարեփոխումները։ Շատ շնորհակալություն հարցի համար, հազվադեպ է լինում, որ նման հարց են ճիշտ մասնագիտական ձևակերպում, ճիշտ ի նկատի ունեմ երեխաների պաշտպանության ոլորտում։ Ճիշտ եք, ոչ քրեական դատավարության, ոչ ընտանեկան օրենսգրքերում 2006 թվականից Հայաստանում գործող երեխաների իրավունքների պաշտպանության երաստիճան համակարգը ընդհանրապես արծացված չէր։ Այսինքն ունենալ պետությունում շուրջ 8 տարի գործող 7 տարի, լիարժեք 7 տարի գործող համակարգ եւ դրան օրենսդրությունում ընդհանրապես անդրադարձ չկատարելը բնականաբար շատ մեծ սխալ էր։ Բայց պետք է ասեմ, որ ծրագրի շրջանակներում, երբ որ կատարվեցին այդ օրենսդրության վերլուծությունները, միանշանակ անհրաժեշտություն առաջացավ ընտանեկան օրենսգրքի մեջ ամբողջական փոփոխություններ նախատեսել, որտեղ կամրագրվեին երաստիճան համակարգի բոլոր դերակատարները իրենց պարտականություններով եւ պատասխանատվություններով, որը թույլ կտար խուսափել կրկնաաշխատանքի իրականացումից։ Ստացվում էր այնպես, որ եւ խնամակալության հոգաբարձության հանձնաժողովը եւ մարզպետարանի ընտանիքի կանանց երեխաների իրավունքների պաշտպանության բաժինները ունեին գործողություններ, որոնք միմյանց կրկնում էին։ Եվ կային գործողություններ, որոնք ընդհանրապես դուրս էին մնում տեսադաշտից։ Նույնը վերաբերվում էր քրեական օրենսգրքին։ Քրեական օրենսգրքում ունեինք 1-2 հոդված, որը անմիջապես վերաբերում էր անչափահասներին, բաց թողելով
բավականաչափ տեղեկատվություն եւ օրենքի կետեր, որոնք վերաբերվում էին այն չափահասներին, այսինքն գործի վարույթը կազմակերպելու հետ։ Եվ մեր նախագծերը ներկայացվեցին աշխատանքային խմբեր, իսկ դուք կարծեմ գիտեք, որ ստեղծվել է ՀՀ նախագահի կողմից աշխատանքային խումբ, որը աշխատում է քրեական օրենսգրքի եւ քրեական դատավարության օրենսգրքերի վրա։ Մենք մեր նախագծերը ներկայացրել ենք իրենց եւ որպես արդյունք պետք է արձանագրեմ, որ մեր առաջարկությունները ներառվել են աշխատանքային խմբի աշխատանքների մեջ եւ այն հոդվածները, որոնք որ վերաբերում են անջափածներին, բավականին մեծ տոկոս ներգրավել է։ Խոսել թե որ տոկոսն է ներգրավել այս պահին կդժվարանամ, քանի որ աշխատանքները դեռևս շարունակում են եւ նրանք դեռևս հանրային լսումների չեն ներկայացվել, բայց գիտեմ, որ մեր դրույթները տեղ են գտել նոր նախագծի մեջ։ Մեր նախագծերը, նաև օրենսդրական նախագծերը ներկայացրել են եւ ազգային ժողովին, պետաիրավական հանձնաժողովին եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին։ Եվ մեծ հույսեր ունենք, որ անգամ այն հոդվածները, որոնք մենք նախատեսել ենք, որ անհրաժեշտ է, որ մտնեն օրենսգրքի մեջ, բայց այս կամ այն պատճառներով չմտնեն, գոնե քննարկումներին եւ ազգային ժողովում եւ մարդու իրավունքի պաշտպանի կողմից ներկայացվող առաջարկությունների մեջ կներգրավեն։ Ինչ վերաբերում է ընտանեկան օրենսգրքի փոփոխություններին, ապա ուրեմն Եվրոպական միության կողմից եւս մեկ ծրագիր է իրականացվում կառավարության հետ, որի շրջանակներում մշակվեց երեխաների իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը 2012-16 թվականների համար եւ ընտանեկան օրենսգրքի նախագիծը ամբողջությամբ մտել է ռազմավարության որպես կետ եւ այն ի կատար կացվի մոտ ապագայում։ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող սա արդեն որի-որ ծրագիրն է, Save the Children-ը իրականացրեց միավորվենք հանուն ապագայի, միավորվենք հանուն երեխաների փրկենք ապագան ծրագիրը, որը նույնպես միտված էր կանխարգելելու, նվազեցնելու երեխաների հանդեպ կիրառվող բռնությունը։ Իրավամբ այս խնդիրը այդչափ հրատապ է։ Շատ ուրախ եմ, որ հիշատակեցիք Save the Children-ին, որովհետև անպայման ինքս պետք է անդրադառնայի։ Այո, ճիշտ է, նույն ժամանակահատվածում երկու ծրագիր իրականացվեց Save the Children կազմակերպության եւ World Vision-ի կողմից, եւ խնդիրները գրեթե միանման էին, որպեսզի նախ միմյանց չխանգարենք, հա, որովհետև դաշտում աշխատել նույն կառույցների հետ, նույն հաստատություններում եւ ծրագրային նպատակները իրականացնել երկուստեք բավականին դժվար էր սկզբնական շրջանում եւ մենք սկսեցինք պարզապես համագործակցել։ Մենք փորձեցինք այնպես անենք, որ յուրաքանչյուրս մեր սահմանն ունենանք պատասխանատվության եւ եթե Save the Children-ը իր ծրագրի շրջանակներում արդեն աշխատում էր եւ մշակում էր բռնության վերաբերյալ ամբողջական փաթեթը, այսինքն ամրագրեին ինչ է բռնությունը, ինչպես բացահայտել բռնությունը եւ ուղղորդման մեխանիզմների վրա աշխատել, մենք միանշանակ ընդունում ենք այն աշխատանքը, ինչ որ կատարվել է Save the Children կազմակերպության կողմից, եւ մենք դուպլիկացիան այդ աշխատանքի կրկնօրինակումը չենք կատարել։ Մենք ավելի շատ խորացել ենք եւ իրականացրել ենք վերապատրաստումների շարքը եւ միանշանակ ունենալով համակարգող հանդիպումներ եւ Երևանում եւ մարզերում միմյանց տեղեկացնում էինք, որ փուլում է գտնվում աշխատանքները եւ ինչպես անել, որ աշխատանքները ավելի լավ արդյունքներ գրանցեն։ Այսինքն ուղղորդման մեխանիզմները, որը մշակվել է Save the Children կազմակերպության կողմից, մեր կազմակերպությունը եւ մեր ծրագիրը յուրացրել է եւ այդ ռազմավարությունով եւ շարունակել ենք աշխատանքները։ Խնդիրը բնականաբար հրատապ է Հայաստանի համար։ Տեսնում եք, գիտեք, վերջի շրջանում անընդհատ խոսվում է, որ այս դեպքն է բացահայտվում բռնության, այն դեպքն է բացահայտվում, հա, բռնության, բայց այնպես չի, որ բռնության դեպքերն են շատացել։ Պարզապես հասարակությունն է ավելի շատ սկսել արձագանքել։ Դա միանշանակ նաև ծրագրերի եւ մեր եւ Save the Children կազմակերպության UNICEF-ի կողմից կատարվող աշխատանքների եւ նաեւ այն մեծ բանակի հասարակական կազմակերպությունների մեծ բանակի աշխատանքն է, որը իսկապես թույլ տվեց համախմբել եւ միասին խնդիրները վերհանել։ Համախմբումը տեղի ունեցավ նաեւ օրինակ Facebook-ում էջ բացելով, հա, սոցիալական կայքում էջ բացեցինք երեխաների իրավունքների պաշտպանության ցանց, Լոռու մարզում են գործում շատ հասարակական կազմակերպություններ, որոնք աշխատում են երեխաների հիմնախնդիրներով, այնտեղ ստեղծվեց այդպիսի ցանց երեխաների պաշտպանությամբ եւ նրանք էլ ունեն կայք էջ։
Այսինքն հասարակական կազմակերպությունները իսկապես ստացվեց, որ համախմբվում են եւ քաղաքացիական հասարակություն ասածը, որին տարիներ շարունակ ձգտում ենք, կարծես թե մեր ոլորտում սկսեց կայանալ։ Եվ ՄԱԿ-ին յուրաքանչյուր պետություն ներկայացնում է պարբերական զեկույց երեխաների իրավունքների պաշտպանության կոնվենցիայի համաձայն։ Մենք մեր ծրագրի շրջանակներում ունեինք նման գործառույթ եւ երրորդ եւ չորրորդ պարբերական զեկույցի պետության կողմից ներկայացվող երրորդ եւ չորրորդ պարբերական զեկույցի այլընտրանքային զեկույցը մշակվեց, որը բաղկացած էր 3 հիմնական մասերից՝ դա սոցիալական պաշտպանություն եւ իրավունք, կրթություն եւ առողջապահության ոլորտներն էր։ Այս զեկույցը մշակվեց 45 կազմակերպությունների մասնակցությամբ։ Պատկերացնում եք ինչ ահռելի աշխատանք էր, հա, 45 հասարակական կազմակերպություններ տարբեր ոլորտների աշխատեցին զեկույցի տարբեր մասերի վրա եւ դա բերել, խմբագրելու, ամբողջական տեսքի, վերջնական տեսքի բերել ու ներկայացնել դա Ժնևում բավականին մեծ հաջողություն էր եւ ես կարող եմ ասեմ, որ սա եւս մեկ ապացույցն է, որ իսկապես հասարակական կազմակերպությունները համախմբվել են։ Սա բավականին մեծ արդյունք կտա նաեւ հետագայում, որովհետեւ հիմնականում գործողությունները եւ միջոցառումները, որոնք կազմակերպվում են, արդեն համատեղ են կազմակերպվում։ Այսինքն նպատակ չունենք ասելու, որ սա միայն World Vision-ի կատարած աշխատանքն է, սա Save the Children-ի կազմակերպած աշխատանքն է, չէ, սա համատեղ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտով զբաղվող եւ մասնագիտացում ունեցող հասարակական կազմակերպությունների գործունեությունն է։ Իսկ ինչ անելիք այստեղ ունի հանրությունը, քաղաքացիները, անհատները երեխաների հանդեպ բռնության կանխարգելման հարցում։ Եթե տեսնում ենք բռնություն, եթե ականատես ենք լինում, ո՞րն են այն քայլերը, որոնք պետք է անի հանրությունը։ Գիտեք, հանրությունը ժամանակի կարծում եմ պատճառով էր նաև եւ ժամանակի թելադրանքներ, որ յուրաքանչյուրս ամփոփվեցինք մեր եւ մեր ընտանիքների խնդիրների մեջ։ Եվ կարծես շատ հաճախ անտարբեր ենք լինում այն մարդկանց, ովքեր ապրում են մեր հարևանությամբ եւ ում մենք իսկապես ամեն օր հանդիպում ենք եւ տեսնում ենք, որ խնդիր կա այդ ընտանիքում, բայց երբեք չենք մտածում, որ այն գործողությունները, որոնք կատարվում են, դա բռնություն է։ Եթե մենք տեսնում ենք, որ ընտանիքում կա երեխա, որը դպրոց չի գնում, մենք դա չենք դիտարկում, որ երեխայի իրավունքի ոտնահարում է եւ հանրակրթությունից դուրս մնալը իսկապես խեղաթյուրում է երեխայի ապագան։ Մեզ համար դա կարծես թե սովորական երևույթ է դառնում, դե այս ընտանիքը ունի սոցիալական պայմաններ, հա, այսպես է ստացվել, կարևորը երեխան ընտանիքում է, ծնողը պահում է, այսինքն մեր անտարբերությունն է, հասարակության անտարբերությունը բերեց հասցրեց այս իրավիճակին։ Պետք է ասեմ, որ հասարակությունը ընդհանրապես պետք է հետևի զարգացումների։ Բազմաթիվ հեռուստահաղորդումներ են լինում, բազմաթիվ սոցիալական գովազդներ են լինում։ Պարզապես մի փոքր ավելի ուշադիր լինենք միմյանց հանդեպ եւ սիրենք իրար։ Ընդհանրապես ուրիշ ոչ մի բան պետք չի, մեր հայ ազգին մի փոքր սեր է պակասում միմյանց նկատմամբ։ Շատ լավ, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հուսով եմ, որ դեռ կունենանք առիթներ զրուցելու թե օրենսդրական փոփոխությունների մասին եւ թե ծրագրի արդյունքների մասին։ Այսպիսին էր Դիտակետը Civilnet-ի եթերում, շարունակեք հետևել Civilnet-ի աշխատանքներին։ Հաջողություն։